Բարոյցան Գյումրիի եթերում լրատվության ժամը այսօր դեկտեմբերի 23-ն է, երեքշաբթի։ Երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հարգելի Նիկոլ Վովայի, ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել ձեզ, շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ-ի եւ ԱՊՀ-ի շրջանակներում կազմակերպված այս միջոցառումներին մասնակցելու համար։ Երեկ եւ այսօր մենք արդեն փոխանակվել ենք մեր աշխատանքի գնահատականներով։ Ընդհանուր առմամբ իմ կարծիքով ամեն ինչ շատ լավ է անցել։ Հուսով եմ մթնոլորտը լավն էր, բայց ամենակարևորը մեր թիմերը քրտնաջան աշխատել են բոլոր ուղղություններով, պատրաստել են լավ փաստաթղթեր, ամեն ինչ ստորագրված է, ամեն ինչ առաջ է շարժվում։ Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, դրանք զարգանում են։ Մեր առևտրաշրջանառությունը կանոնավորվել է։ Երեկ մենք խոսել ենք դրա մասին։ Եթե 2024 թվականին այն գերազանցել է 11 միլիարդը, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին այն կազմել է 4.5 միլիարդ։ Սա նույնպես լավ ցուցանիշ է եւ մեզ հիմք է տալիս կարծելու, որ մոտ ապագայում մենք այն կավելացնենք։ Մենք նաեւ լավ ծրագրեր ունենք, արդեն քննարկել ենք էներգետիկան, այդ թվում ատոմային էներգետիկան։ Հիմա մանրամասների մեջ չենք մտնի, բայց կա քննարկելու, խոսելու հնարավորություն։ Լոգիստիկայի ոլորտի մասին նույնպես։ Մեր նախորդ հանդիպման ժամանակ դուք բարձրացրեցիք տարբեր հարցեր, որոնց վրա կարող ենք համատեղ աշխատել։ Այդ թվում հին երթուղիների վերականգնումը եւ նոր երթուղիների ստեղծումը, որոնք կբացեն Հայաստանի սահմանները։ Այսպիսով ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է ընթանում։ Իհարկե կան այլ հարցեր, որոնք մենք հիմա կքննարկենք։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Շնորհակալություն այստեղ գտնվելու համար։ Спасибо, что вы здесь. Спасибо большое, Владимир Владимирович. Շատ շնորհակալ եմ Վլադիմիր Վլադիմիրի հրավերի համար։ Կարծում եմ մենք միասին շատ հագեցած 2 օր անցկացրինք ԵԱՏՄ եւ ԱՊՀ ձևաչափերում։ Իհարկե շատ կարևոր որոշումներ կայացվեցին եւ հիմա Սանկտ Պետերբուրգ կատարած իմ աշխատանքային այցի տրամաբանական ավարտն է։ Իհարկե մեր տարածաշրջանում շատ կարևոր եւ բարեբախտաբար դրական զարգացումներ են տեղի ունենում եւ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ձեր աջակցության համար։ Եվ ինչպես մենք ասում էինք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցում, ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի եւ Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Եվ դա արդեն տեղի է ունեցել, քանի որ Ռուսաստանից գնացքներն արդեն ուղևորվում են դեպի Հայաստան, Ադրբեջանի տարածքով, ինչը կարծում եմ իսկական պատմական իրադարձություն է։ Եվ ինչպես արդեն նշեցիք, բացվում են նոր հնարավորություններ։ Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։ Ես մասնավորապես նկատի ունեմ Իջևանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի եւ Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ, բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։ Մենք ներկայումս նաև շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ, TRIP նախագծի իրականացման եւ կառուցման վերաբերյալ։ Սրանք իսկապես նշանակալի եւ բովանդակալից փոփոխություններ են մեր տարածաշրջանի համար։ Այստեղ կան նաև բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ։ Եվ այսօր կարծում եմ շատ լավ հնարավորություն է քննարկելու այս բոլոր հարցերը։ Կրկին շնորհակալություն հրավերի, հրաշալի ծրագրի եւ մթնոլորտի եւ աշխատանքային ու մշակութային միջոցառումների շատ բարձր մակարդակով կազմակերպման համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը քննարկված հարցերին, Հայաստանի կառավարության առաջնահերթություններին, արտաքին քաղաքականությանը, տնտեսության զարգացման տեմպերին, իրական Հայաստանի գաղափարախոսությանը, տարածաշրջանում առևտրատնտեսական համագործակցության ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին, TRIP նախագծին եւ այլ թեմաների։ Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին։ Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզի Գմելնիկայի կայարանից 1990-ական թվականներից հետո առաջին անգամ ցորենով բեռնված վագոններ են ուղևորվել Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Ցորենի առաջին խմբականակը 7 վագոնից բաղկացած արդեն ուղևորվել է Երևան։ Մինչև 2025 թվականի ավարտը այս երթուղով նախատեսվում է ուղարկել 30 վագոն 2000 տոննա ցորենով։ Այս տարվա նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ռուսական շուրջ 1000 տոննա ցորեն։ Նոյեմբերի 8-ին արդեն Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ղազախական ցորենի խմբականակը կրկին 1000 տոննա։
Turkish Airlines ավիաընկերությունը հաջորդ տարվանից կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլից Երևան։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլիչը, նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ևս մեկ քայլ է արվել։ ԵՒս մեկ քայլ առաջ Turkish Airlines ավիաընկերությունը 2026 թվականի մարտի 11-ից չվերթներ կիրականացնի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ, գրել է նա։ Թուրքական լրատվամիջոցներն էլ հաղորդել են, որ չվերթները կիրականացվեն շաբաթական 7 անգամ։ 2026 թվականի մայիսի 14-ից սկսած դրանց շաբաթական հաճախականությունը կհասնի 10-ի, արդեն հունիսի 15-ից սկսած չվերթներ կիրականացվեն շաբաթական 14 անգամ։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը հեռանալու է պաշտոնից, թե ոչ։ Այս մասին այսօր նա խոսել է լրագրողների հետ ճեպազրույցում։ Հիշեցնենք, օրեր առաջ նախատեսված էր Դավիթ Արուշանյանի մամուլի ասուլիսը, որով նա ամփոփելու էր պաշտոնավարման 1 տարին, սակայն ասուլիսը չեղարկվեց, իսկ որպես պատճառ շրջանառվեց մարզպետի պաշտոնանկման մասին լուրը։ Դավիթ Արուշանյանը չի հերքել, որ հարցը քննարկվել է քաղաքացիական պայմանագրի վարչության նիստում, բայց եւ հավելել է, որ վերջնական որոշում իր պաշտոնավարումը դադարեցնելու ու չդադարեցնելու մասին չկա։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը իր աշխատասենյակում է, ընդունում է անցնող տարում արդյունքներ գրանցած շիրակցի մարզիկներին, այսինքն շարունակում է իր լիազորությունները մարզպետի պաշտոնում։ Օրեր առաջ շրջանառվեց լուրը, թե Շիրակի մարզպետը հեռանում է։ Պաշտոնավարման 1 տարին ամփոփող նախատեսված ասուլիսը համապատրաստից Դավիթ Արուշանյանի համար վերածվեց ճեպազրույցի։ Հարցադրումներն էլ ոչ թե կատարած աշխատանքի, այլ հեռանալ-չհեռանալու մասին էին։ Շիրակի մարզպետը հենց սկզբից էլ անկեղծ եղավ։ Շրջանառվող լուրերը անհիմն չեն։ Պաշտոնից իր հեռանալու հարցը քննարկվել է։ Քննարկում եղել է, որոշում չկա, որևէ որոշում այս պահին կայացված չէ, այսինքն ես պաշտոնավարում եմ, շարունակում եմ պաշտոնավարել, այդ քննարկումներն է շատ հետաքրքիր գուցե եւ մարդիկ կային, որոնք ցանկություն ունեին նման ու այդ հրաբարակումները շատ արագ տարածեցին, այդ լուրերը շատ արագ տարածեցին կեղծ, որ ես արդեն պաշտոնանկ եմ արվել, բայց բանկեծ ասում եմ, քննարկում եղել է, որոշում դեռ չկա։ Հեռանալու մասին լուրերի հետ միաժամանակ պատճառներ էին նշում՝ մարզպետի խորհրդականի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը ու 7 վերք եկեղեցում կազմակերպված պատարագը, որին Շիրակի թեմի քահանաները հրաժարվեցին մասնակցել։ Դավիթ Արուշանյանը նշված 2 պատճառները հերքում է։ Խորհրդականի հետ կապված քրեական գործ կա, այդտեղ որևէ քննարկելու բան չկա, հրապարակումները իրենց գործն են անում, այդտեղ իրավական դաշտ է, որովհետեւ միջամտության բան չկա, բայց ինձ համար հետաքրքիր նորությունը որ կար 7 վերքներ, ինչպես միշտ էլի անկեղծորեն ասում եմ, որ 7 վերքի պատարագի կազմակերպմանը մարզպետարանը որևէ առնչություն չունի, որովհետեւ պատարագը կազմակերպվում է քահանաների կողմից, ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ, որևիցե մեկը ղեկավարությունը չի զանգել ինձ ասել, թե 7 վերքում պատարագ պետք է լինի ու խնդրում եմ աջակցես կամ հանձնարարական կա, որ աջակցես այդ պատարագին, վստահորեն ասում եմ, որևիցե մի զանգ չեմ ստացել ես պատարագի հետ կապված։ Հետո Դավիթ Արուշանյանի պաշտոնանկության պատճառների ցանկը համալրվեց։ Էլի ըստ շրջանառվող լուրերի նրա պաշտոնից հեռանալու պատճառն այն է, որ խորհրդականին աշխատանքից ազատելու հանձնարարականը չի կատարել եւ որ հարգալից է արտահայտվել Գյումրիի քաղաքապետի հասցեին։ Դավիթ Արուշանյանը նշում է, սրանցում ճշմարտության հատիկ կա, բայց գույները խտացված են։ Որևէ դժգոհություն չեն քննարկել ու այն մնացած ծեր ասած գուցե եւ իրականության հետ կապ ունեցող բաներ են, բայց ոչ մանրամասը դետալներով, իսկ ասեկոսները քաղաքում շատ տարբեր են։ Քաղաքային իշխանության հետ անկախ ունեցած տարաձայնություններից եւ ավականու կազմում քաղաքացիական պայմանագիր խմբակցության եւ մյուս ուժերի հարաբերություններից Շիրակի մարզպետարանը պարտավոր է համագործակցել։ Գյումրին մարզկենտրոնն է ու քաղաքի խնդիրները ըստ Դավիթ Արուշանյանի մարզային իշխանությանը անկախ կուսակցական պատկանելությունից չեն կարող չհուզել։ Քաղաքական առումով որևէ ընդանուր կից չունենք, կոմունիստական կուսակցության ու այն մյուս 3 ուժերի հետ, որոնք կառավարում են քաղաքը, որևէ ընդանուր բան չկա, մեր տեսլականը լրիվ այլ է, երկրի ապագայի հետ կապված մեր տեսլականը քաղաքի զարգացման հետ լրիվ այլ է, այդտեղ որևէ քննարկելու բան չկա, իսկ այն հատվող կետը, որը Գյումրին է, միանշանակ միշտ ասել եմ, ոնց որ մեր մյուս 5 համայնքները, այդպես էլ Գյումրին իմ համար, մանավանդ որ ինքը իմ քաղաքն է ու
մարզ կենտրոնն է, ինքը շատ ավելի ուշադրության կենտրոնում է, այդ հատվող գծերում բնականաբար մարզպետարան ու համայնքապետարան իրար հետ համագործակցում են այդտեղ, որպես այդպիսի նորություն չկա, մենք Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը ինչ որոշում էլ կայացնի, ինքը հաշտ է լինելու դրա հետ, նշում է Դավիթ Արուշանյանը, իսկ քանի դեռ մարզպետի աշխատասենյակում է, անհարգալից է համարում Շիրակի նոր մարզպետի անուններ շրջանառողների վերաբերմունքը։ Յուրաքանչյուր որոշում ինչ էլ կայացնի մեր վարչությունն ու վարչապետը, ես բնականաբար հաշտեմ այդ որոշման հետ, որովհետև տանից չեմ բերել, տունել չեմ տանել։ Գուցե կան մարդիկ, գուցե չկան մարդիկ, որոնց խանդավառությունը բերում է զայրույթ, բայց այդ դեռևս այլ պատմություն է, այդ ուրախությունը իրանց այլ պատմության մասին է խոսում, ես չեմ չղայնանում, ես արձանագրում եմ որոշ փաստեր ու շարունակում եմ իմ ճանապարհն ու աշխատանքը։ Կուսակցությունից դուրս գալու մասին ընդհանրապես չի կարող խոսք լինել, որ ես մեր ղեկավարությունից, մեր ընկերներից, որովհետև բոլորը մեր ընկերներն են, որևէ ձևով խնդիր չունեմ, իրանց որոշումները, վարչության որոշումները միանշանակ ընդունում եմ։ Կուսակցությունից չի եռանում, ավելին նշում է, որ իր թեկնածությունը հաստատվել է եւ ընդգրկված է լինելու 2026-ի խորհրդարանական ընտրությունների քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակում։ Ընտրություններից հետո, ըստ Արուշանյանի, կորոշվի, թե որտեղ է ավելի նպատակահարմար նրա պաշտոնավարումը, իսկ առայժմ սպասում է քաղաքացիական պայմանագրի վարչության որոշմանը։ Դավիթ Արուշանյանը Շիրակի 16-րդ մարզպետն է եւ 6-րդը 2018-ից հետո։ Լուսինե Հայրապետյան, Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Մարզպետի աշխատանքային օրվա օրակարգի կարևոր հանդիպումը աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների, համաշխարհային ունիվերսիադաների, բալկանյան խաղերի եւ տարբեր առաջնությունների առաջատար մարզիկների ու մարզիչների հետ էր։ Միասին ամփոփել են մրցաշրջան 2025-ի ընթացքում գրանցած մեծ ձեռքբերումները, գնահատել մարզական ոլորտում բոլորին նվիրված աշխատանքը։ 2025 թվականին աշխարհի եւ Եվրոպայի 59 մրցաշարերին Շիրակի մարզից մասնակցել է 148 մարզիկ, Հայաստան բերելով 102 մեդալ, այդ թվում 55 ոսկե, 20 արծաթե եւ 27 բրոնզե։ Հայաստանում կայացած 70 պաշտոնական առաջնությունների ընթացքում մարզիկները նվաճել են եւս 495 մեդալ, իսկ դպրոցականների շրջանում անցկացված մարզական զանգվածային միջոցառումներից պատանի մարզիկներն արժանացել են 10 մեդալի։ Շիրակի մարզի 13 մարզիչներ ընդգրկված են եղել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզչական կազմերում։ Հաղթանակած մարզիկները եւ մարզիչները պատրաստվում են 2026 թվականի փետրվարին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին, աշխարհի եւ Եվրոպայի առաջիկա մրցելույթներին։ Այս տարի 3 մրցույթ եմ մասնակցել, ամենառաջինը եղել է մեծասաղնե Եվրոպայի առաջնությունը, որտեղ գրավեցի երկրորդ տեղը, հաջորդ մրցումն եղել է աշխարհի առաջնությունը երիտասարդների, գրավեցի երրորդ տեղը, վերջին մրցումն եղել է Եվրոպայի առաջնությունը երիտասարդների, որտեղ ռեկորդ սահմանեցի եւ եղա Եվրոպայի չեմպիոն ու մրցույթների վերջում եղա լավագույն մարզիկ։ Հոկտեմբերի 20-ից 26-ը տեղի ունեցել Եվրոպայի 36-րդ մանկապատենական չեմպիոնը եւ ես այնտեղ գրավել եմ 2 առաջի տեղը կարտամրցածեվով եւ Կիխոնիպոն կոմիտեով։ Մեր ակումբում մենք ունեցել ենք Եվրոպայի չեմպիոններ, բայց ժամանակը շատ տարբեր են, էլի։ Հիմա այս է մեր ունեցած մեծ ձեռքբերում է, այսպես ասեմ։ Գերիկոն ավելի է ճիշտ է հասկանում կարատեի փիլիսոփայությունը։ Դուբայում մեծահասակների աշխարհի առաջնությանը դարձա բրոնզե մեդալակիր, անցկացրեցի 3 մենամարտ, 2 հատ հաղթեցի, պոլոֆինալին ուզբեկին կրվա էլի։ Բրոնզկա մարտիկները 11 հոգի էին, լավ մարզավիճակում էինք, 5 հատ մեդալ նվաճեցինք։ Մեր բրոնզկա մարտիկները մասնակցել են միջազգային մրցաշարերի, մի քանի միջազգային մրցաշարերի խոշոր հավաքականի տեղաների կեսը ընդգրկվել են մինչև 23 տարեկանների հավաքական, որը Եվրոպայի առաջնությունը կայացավ Երևանում։ Տեղանները մասնակցեցին շատ լավ, գերազանց, 2 հատ ոսկի, 6 հատ արծաթ, 5 հատ բրոնզ, օբշին տանուր թիմը բոլորը մեդալ նվաճեցին։ Այս տարին շատ լավ տարի էր, մենք մասնակցեցինք մեր կազմով, բոլորս էլ մեդալներ բերեցինք եւ չեմպիոն ունեցանք եւ ռեկորդակիր ունեցանք եւ փոխ-չեմպիոններ ունեցանք։ Այս տարի շատ լավ տարի էր, բայց մենք մյուս տարիներին էլ նույն ձև կպատրաստվենք ու ելի նույն հաջողությունները կփորձենք ունենալ։
Ես Եվրոպայի երիտասարդների մրցաշարին գրավել եմ երկրորդ հորիզոնականը։ Իմ արդյունքից գոհ էի, քանի որ սա իմ առաջին մրցումներն էր։ Կային եւ ուժեղ աղջիկներ եւ միջին կարգային աղջիկներ։ Մենք ունենք էլի Եվրոպա 2026 թվականին, որը կանցկացվի Երևանում եւ դրա համար պարապում ենք, որպեսզի ունենանք ավելի լավ արդյունքներ։ Ընդամենը 3-4 օր առաջ ստեղծվել է նոր մարզական ընտանիք, Եվրոպայի չեմպիոն Կոր Խաչատրյանը նշանադրվել է Եվրոպայի փոխ-չեմպիոն Զիդիթ Մկրտչյանի հետ։ Եվ շատ ուրախ եմ ու հպարտ եմ, որ սկան չեմպիոնների մեջ կանգնած մենք մի խոսանք ու հետո կշարունակենք շփվել իրար հետ։ Դուք եք Գյումրու հպարտությունը, դուք եք Շիրակի մարզի հպարտությունը, դուք եք մեր բերանը լեզու տնողը, որ մենք կրնանանք բարձրացնենք, որ մեր մարզը աշխարհին էլ ցույց տալու բան ունի, մեր մարզը օլիմպիական չեմպիոններ ունի, մեր մարզը աշխարհի Եվրոպայի չեմպիոններ ունի։ Անավարտ գործարք Շանթի նոր հեռուստասերիալը սեփական անձի եւ գործի հանդեպ ունեցած պատասխանատվության, հարգանքի, սիրո, ընտրության ու նաեւ դավաճանության մասին է։ Հեռուստասերիալը ձեր էկրաններին կլինի դեկտեմբերի 24-ից։ Մանրամասները ռեպորտաժում։ Ժողովուրդ, սկսում ենք նոր նախագիծ, շնորհավորում եմ բոլորիս, մեզ բարի ընթացք, բարի նկարահանումներ, գնացինք։ Անավարտ գործարք։ Ֆիլմի շատ կարևոր տեսարաններից է, ստեղից է սկսում կարելի ասել պատմությունը մեր։ Հենց սկզբից մի հատ գործարք է տեղի ունեցել, որը ավարտին չի հասել եւ այդ պատճառով հիմա սերունդները փոխվել են եւ երեխաներն եկել են շարունակում այդ պատմությունը։ Շանթի անավարտ գործարք նոր հեռուստասերիալի առաջին սերիայի կադրերը նկարահանելու հրապարակում դերասանական կազմը դեկտեմբերյան այս օրերին իր սիրելի գործին է։ Ես 10 տարի արդեն Շանթի հետ աշխատում եմ եւ տեսեք մթնոլորտը հիասքանչ է, աշխատանքային մթնոլորտը միշտ լավն է։ Լուսեն անկեղծ, բարի ու նվիրված, նաև շատ ուժեղ աղջիկ է։ Վաղ հասակում Արեգը կորցնում է իր ծնողներին ու ապրում է տատիկի հետ։ Տատիկ եմ խաղում, այդ ինձ համար տենց շատ սարսափելի, բայց նաև հաճելի անակնկալ է, որովհետև այդ կարգավիճակում չեմ եղել դեռ։ 3 տարի շարունակ արդեն նկարահանում եմ, սակայն առաջին անգամն է, որ հանդես եմ գալիս գլխավոր դերով։ Հին, նաև քիչ թե շատ ծանոթ դերասանական կազմով, բայց նոր ասելիքով ընտանեկան դրաման հետևյալի մասին է։ Անձնական երջանկության, սիրո եւ բիզնեսի բախման մասին է։ Շատ հաճախ տենց լինում է, երբ որ մարդ կանգնում է այդ ընտրության առաջ, պետք է ընտրի սեր թե բիզնես։ Սեր թե բիզնես, ոչ թե պարզ հարց որն ընտրել, այլ ինչ գին վճարել յուրաքանչյուր ընտրության համար, ինչ ես կորցնում անգամ եթե հաղթում ես, եւ այսպես անավարտ գործարքի հերոսները որոշել են չլինել ճիշտ կամ սխալ, այլ մարդկային։ Ֆիլմում շատ կա սեր, բիզնես, դավաճանություն, ընկերության դավաճանություն։ Մեր հերոսները անսխալական չեն, նրանք շատ կործանարար սխալներ են ունեցել, բայց շատ կարևոր է, որ կարողացել իրենց մեջ ուժ գտնել եւ խոսել դրանց մասին եւ ասել։ Նույնիսկ եթե դա իրենց կյանքի գինն է արժեցել։ Նոր հեռուստասերիալի տևողության մասին։ Որպես գաղտնիք ասեմ, որ շատ կարճ չի լինելու։ Եվ որպես գաղտնիք նայել, որ շատ երկար չի լինելու, այն որ արդեն օգնում է հանդիսատեսը։ Ոչ թե մոխրագույն կերպարներ, այլ մարդիկ, որոնք ճիշտ բան են անում սխալ պատճառով, սխալ բան ճիշտ մարդուն պաշտպանելու համար։ Լուսեն 25 տարեկան աղջիկ է, մասնագիտությամբ ճարտարապետ, դպրոցն ավարտելուց հետո իր ուսումը շարունակել է ԱՄՆ-ում եւ վերջերս է վերադարձել։ Չասված խոստում, կիսած սեր, անցյալում չկայացված որոշում, հեռուստասերիալը ցույց է տալիս, որ կյանքում ամենավտանգավոր գործարքները հենց մարդկային հարաբերություններն են, երբ պատմություններն անգամ մարդկային կյանք են արժենում եւ փոխում ճակատագրեր։ Ինձ համար ամենահետաքրքիրը այս կերպարի մեջ հենց Արեգի ներքին կոնֆլիկտն էր, որ առաջին հայացքից ինքը շատ հասուն, ինքնավստահ տղա է երևում, բայց իր ներսում ապրում է երեխա,
ով չի կարողանում համակերպվել ծնողների մահվան հետ։ Սյուժետային սրընթաց զարգացումներով սցենարի հեղինակը Աստղիկ Սիմոնյանն է։ Գաղափարի շուրջ ստեղծագործական խումբը երկար քննարկումներ է ունեցել։ Այնինչ կարդացել եմ սցենարի հետ կապված, հետաքրքիր է, զարգացումները լավն են, դիտարժան։ Կարելի ասել բոլորիս կարծիքները միաձուլելով հասել ենք մի կետի, որ վերցրել ենք այս թեման։ Կարծում եմ շատ կհավանի մեզ մեր հեռուստադիտողը։ Բարեկ բուժքույր փրկարար հեռուստասերիալն ինչպես միշտ նկարահանվում է համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցաբար, որ կադրային լուծումները հնարավորինս չափ իրական լինեն։ Շանթ հեռուստաընկերության հետ համագործակցում եմ 14 թվականից, շատ պրոյեկտներ են կարել, այլ ասել ես վերջի 2 տարում արդեն երկրորդ պրոյեկտ ենք սկսում։ Եվ այսպես Շանթ հեռուստաընկերությունը տոներին ընթരാճ մեկնարկ է տալիս մի նոր հեռուստասերիալի, որտեղ սերը դառնում է գործարք, իսկ գործարքը ճակատագիր։ Անավարտ գործարքը բացում է ծանոթ իրավիճակների անսպասելի կողմերը, երբ ընտրությունն այլևս սև ու սպիտակ չէ, իսկ յուրաքանչյուր որոշում ունի իր թաքնված գինը։ Մենք սպասենք արձագանքներին, շատ կարևոր է նրանց արձագանքները, մենք անպայման ամեն ինչ անում ենք, կարելի ասել, որ մեր հեռուստադիտողը լավ բան տեսնի։ Չբացելով շատ փակագծեր, նշենք նաև, որ Շանթի անավարտ գործարք նոր հեռուստասերիալը ձեր էկրաններին կլինի դեկտեմբերի 24-ից երկուշաբթիից ուրբաթ 20:30-ին։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Ախուրյան համայնքում վառվել են տոնածառի լույսերը։ Այն իր շուրջն էր համախմբել Ախուրյանի 33 բնակավայրերի բնակիչներին։ Հանդիսավոր միջոցառման տոնն ու տրամադրությունն ապահովել են սիրված արտիստներն ու երաժիշտ կատարողները։ Ախուրյան բնակավայրի կենտրոնում նախատոնական աշխուժություն բերեցին էլֆիկ հերոսները, որոնց ժպիտը ոգևորեց տոնական ծառի շուրջ բոլորը հավաքված մարդկանց։ Խոշորացված համայնքի 3 տասնյակից ավելի բնակավայրերից մեծ ու փոքրով եկել էին մասնակցելու տոնական միջոցառմանը, միասին վառելու տոնածառի լույսերը։ Լույս ու ջերմություն էին հաղորդում սիրելի երգիչներն ու երաժշտական համույթները։ Սիրված երգիչներ Տաթև Մինասյանը, Սիլվա Հակոբյանը, Իմ պրոյեկտ նորահայտ երաժշտական խումբն ու Մարինա Պարային համույթն իրենց կատարումներով ջերմացրին մթնոլորտը։ Տոնական երեկոն իրենց լսելի ձայնով ու խոսքով լցրեցին դրամատիկական թատրոնի ճանաչված դերասաններ Ջեմա Ադամյանը եւ Արսեն Միքայելյանը։ Ինչպես է տրամադրությունը։ Մի քիչ բրսում ենք, բայց ոչինչ, հիմա սկսենք տականալ։ Ամեն ինչը կազմակերպված է Ախուրյան համայնքի համար, կազմակերպված է Ախուրյան համայնքի յուրաքանչյուր բնակավայրի, յուրաքանչյուր բնակչի համար եւ այս ամենը անում ենք, որպեսզի յուրաքանչյուր բնակչի օրը դառնա ավելի լավը, դառնա ավելի տոնական եւ դառնա ավելի լեցուն։ 2025 թվականը Ախուրյան համայնքի բոլոր բնակավայրերի համար նոր ծրագրերը կյանքի կոչելու հաջողությամբ ավարտին հասցնելու տարի է համարում համայնքապետ Զավեն Մանուկյանը։ Գյուղական բնակավայրերում համայնքային շատ խնդիրներ են լուծվել, մի շարք ենթակառուցվածքներ նորոգվել։ Կառավարության եւ համայնքի միջոցներով կառուցվել եւ նորոգվել են խմելու ու ոռոգման ջրագծեր, բացվել են նոր մանկապարտեզներ, դպրոցներ, ճանապարհներ եւ իհարկե բժշկական ամբուլատորիաներ։ Իսկ համայնքի միջոցներով Ախուրյանի բոլոր 33 բնակավայրերում կառուցվել եւ նորոգվում են լուսավորության համակարգեր։ Բարեկարգվել են ջրագծեր եւ ճանապարհներ, կառուցվել են խաղահրապարակներ եւ նորոգվել են մշակութային սրահներ։ Այս երեկո վառելու ենք համայնքի գլխավոր տոնածառի լույսերը։ Լույսերի հետ վառելու ենք նաև մեր հավատը, հույսը, ջերմությունը։ 2025 թվականի էջը փակում ենք ձեռքբերումներով, իրականություն դարձած ծրագրերով, շեն համայնք ունենալու նպատակին ավելի մոտեցած։ Գալիք տարում եւս անելիքներ շատ կան, որոնց իրականացումը կախված է Ախուրյան համայնքի միասնական լինելուց։ Խոշորացված համայնքի 33 բնակավայրերի միասնության ապացույցն էր տոնական երեկոյին բոլորի մասնակցությունը եւ 20 մետր բարձրության տոնածառի շուրջ համախմբումը։ Լապտերի լույսով Ախուրյանի համայնքապետը վառեց մեծ տոնածառի լույսերը, որն ուղեկցվեց շքեղ հրավառությամբ։ Ախուրյանի գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին։ Եկեք բարձր ծափարենք։
եւ իշներից է, մյուսներից է, շատ լավ է, ուրախ տարի բոլորին։ Մուլտերոսները շատ լավն են, ուրախացրեցին բոլորին։ Երաշտությունը շատ լավն էր, ուրախացրեց բոլորս։ Եկել եմ տատիկենցը սյուր, որ կամ ու տեսնում եմ շքեղ տոնածառը։ Մեկ տարի առաջ ձեռք բերված տոնական ծառը համայնքապետարանն այս անգամ նոր դիզայնով ու լուսային նոր ձևավորումներով ներկայացրեց, ավելի շքեղ ու ավելի լուսավոր։ Լույսն ու գույները էլ ավելի տոնական շունչ պարգևեցին երեկոյին, շախով, շուխով, երգն ու երաժշտությունը պարելու տրամադրությունով համակից բոլորին։ Մաղթեմ աշխարհին խաղաղություն եւ բոլոր փոքրիկներին անհոգ մանկություն, խինդու ծիծաղ, թող միշտ ճպիտը անպակաս լինի։ Իմ տորնիկների մաղթում եմ, որ նրանք լավ սովորեն, որ մեծանան, լավ մարդ դառնան։ Իսկ մաղթում եմ նրանց նաև, որ մեծանան կապույտ եւ խաղաղ երկնքի տակ։ Դա ամենակարևորն է։ Ամանորյա զարդարանքն ու լուսավորությունը միայն կենտրոնում եւ տոնածառի շուրջ բոլորը չէր։ Ախուրյան բնակավայրի փողոցները եւս առանձնանում են ամանորյա զարդարանքով ու լույսերով։ Մարինե Դերբինյան, Վահագն Բարակյան, Հորիզոն։ Այժմ լրահոսն այսպիսին էր, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։